Ողջույն բոլորին, բարի գալուստ իմ նոր վլոգ։ Ներկում եմ զատիկի ձվերը։ Չգիտեմ ինչպես կստացվի, եթե լավ լինի, ձեզ էլ խորհուրդ կտամ, ճիշտն ասած առաջի անգամ եմ անում։ Չգիտեմ, այսպես պետք է լինի, երեսին կապել այսպիսի փրփուր։ Պետք է ինքը ինչ-որ 8 ժամ մնա, որ լավ գույն տա, չգիտեմ, եթե լավ լինի, անպայման ձեզ էլ կասեմ, դուք էլ այսպես կանեք։ Սա էլ բրնձով չամիչով փլավը, ժողովուրդ ջան, թավաս կեղտոտ չէ, ասեմ, ուղղակի շատ օգտագործելուց ինքը արդեն իր գույնը փոխել է։ Իդեպ, ինչու սիրելիներս ասացի ձուն առաջի անգամ եմ ներկում, նկատի ունեի գինիով, կարմիր գինիով առաջի անգամ եմ ներկում, դա կարմիր գինի էր։ Այդ տարբերակով ես առաջի անգամ եմ անում։ Սա էլ իմ զատիկի ծառն է, այսպես գնահատեք ինքներդ, չգիտեմ ինչքանով է ստացվել։ Սա էլ այսպես դրեցի սեղանին, դեռ բոլորը պատրաստ չէ, սա մի մասն է, ուղղակի ձեզ ցույց տալու համար։ Նայեք, այստեղ փայլերը չի երևում, բայց արևի տակ շատ ուժեղ է փայլում։ Նայեք, ուղղակի հրաշք է, հրաշք։ Խորհուրդ կտամ բոլորիդ այսպես անեք, շատ գեղեցիկ է, շատ։ Նայեք, այս լույսի տակ ավելի գեղեցիկ է երևում։ Շատ գեղեցիկ է, շատ։ Ինչ շատ դուր եկավ։ Ինքը միայն գինի է, ոչ մի գունաներ, ինչ-որ բան չեմ ավելացրել։ Նայեք, կես ուրիշ գույն արեցի, կես ուրիշ, սա քիչ եմ թողել, ընդհանրապես ասացի չէ, որ պետք է 8 ժամ մնա գինու մեջ, բայց ես 1 ժամ էի թողել սա, իսկ սա 1 ժամ էլ չէ, մի 20 րոպե եմ թողել, ես այսպես ուզեցի, որ երկու գույնի մեջ լիներ, չուզեցի, որ բոլորը մի գույն լիներ, էլի, այսպես ավելի գեղեցիկ է իմ կարծիքով։ Պատրաստում եմ բանջարը, նոր եմ լցրել, դեռ չի եփել, սա էլ կպատրաստեմ, երևի և վերջ։ Եվ վերջ, բանջարն էլ է պատրաստ, երևի այսքանը ձուկ չեմ եփի, քանի որ ձուկ չենք սիրում, այսքանը, սիրելիներս ցանկանում եմ բոլորիդ ուրախ զատիկ, թող բոլորիդ ընտանիքներում միայն լինի ուրախություն, Աստված օրհնի բոլորիդ։